Այս աղջիկը շնչառություն չունի, մի հատ էլ հուզվելուց կխեղդվի։ Այ կներեք, այս մի բանը պիտի բարձրաձայնեմ, խնդրում եմ, այն մարդիկ, ովքեր բողոքում են իմ շնչառությունից, սենց մի հատ այստեղ կարանք հաշվի համար թողնենք, բոլորը ուղարկեք, ասենք, չէ լավ, թիվը չեմ նշի, մի կլորիկ գումար թող հավաքվի, ամբողջ ազգիս հաշվին կգնամ կվիրահատեմ, գիտես, երկրորդ անգամ։ Այսինքն կա այդ խնդիրը։ Չէ, ուղղակի հարցի գիտեք, որն է, երբ մարդ լացում է, նորմալ է, որ ինքը սկսում է սենց բաներ անել։ Ու երբ որ սենց ես անում ու միկրոֆոնը քեզ մաքսիմալ մոտ է, ինքը ձայներ է արձակում։ Ես ինչ անեմ օրինակ, հələ փորձեք լացել առանց ձեն։ Գեղեցիկ ես, ափսոս, որ շրթունքներդ փչել ես։ Ազգիս խնդիրը։ Իմ շրթունքները թող կոսմետոլոգները հենց հիմա կոմենտ տա կգրեն, թե ըստ իրենց քանի միլ է լցրած։ Մաքսիմալ քիչ է լցրած։ Ես շրթունք ունեի անմարդկային անսիմետրիա, որից ես կոմպլեքսավորվում եի եւս։ Ու ես կարծում եմ սենց մի բան, աղջիկներ ջան, չեմ պրոպագանդում, բայց ես կարծում եմ սենց, եթե դու ունես խնդիր, որից դու կոմպլեքսավորվում ես, որի պատճառով օրինակ, չգիտեմ, այդ կոմենտները մեծամասամբ գրում են այն կանայք ու այն աղջիկներ, ովքեր մինչև այստեղ իրենց շրթունք են նկարում։ Մինչև այստեղ։ Եթե դու ունես խնդիր, որից դու նեղվում ես, խնդրի լուծման ձև կա, 21-րդ դարում ենք ապրում։ Go Sports 96.3 FM-ի ոդքասթային եթեր։